Bonjour à tous et à toutes, messieurs, dames, et bienvenue, monsieur le Premier ministre Nicole Pachinian, bienvenue en France. Je crois que vous venez d'arriver il y a 1 heure ou 2 heures. Donc, un grand merci pour votre participation et cet échange qui, pour moi, est un privilège en tant qu'enseignant à Sciences Po Paris. Nous allons ensemble passer 25 minutes en tout, 15-20 minutes avec moi, désolé, et 5-10 minutes avec la salle s'ils ont des questions. Et je demanderai à la salle de poser des questions courtes, pas d'anecdotes, pas d'histoire, pas de souvenirs, des questions courtes, pour avoir des réponses courtes. Merci. Monsieur le Premier ministre, ma première question est d'un point de vue général. Où en sommes-nous aujourd'hui de la paix entre l'Arménie et l'Azerbaïdjan, quelques mois après la signature de l'accord tripartite du 8 août 2025? Thank you. Thank you very much for this opportunity. Շնորհակալություն այս հնարավորության եւ հրավերի համար։ Ինչ փուլում ենք։ Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է, դա իրականություն է, եւ մենք տեսնում եւ զգում ենք դա տեղում։ Այն հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքում, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ, եւ ես ցանկանում եմ եւս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնել նախագահ Թրամփին, քանի որ իհարկե մենք աշխատում էինք խաղաղության օրակարգի վրա, բայց առանց նրա հանձնական մասնակցության ես չեմ կարծում, որ մենք կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք հիմա, առանց ԱՄՆ-ի նախագահի մասնակցության, եւ ունենք խաղաղություն եւ դա իրականություն է։ Գիտեք, որ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մենք Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության հռչակագիրը եւ նախագահ Թրամփը այն ստորագրեց որպես վկա։ Մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ ներկայությամբ։ Եվ դա իրոք պատմական փոփոխություն է։ Ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաեւ մեր տարածաշրջանում ընդհանրապես։ Քանի որ առաջին անգամն է, որ մենք իրական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում մուտք գործելու տնտեսական համագործակցության փուլ, ոչ միայն խաղաղ, այլ նաեւ բարեկեցիկ տարածաշրջան ունենալ, հատկապես հաշվի առնելով, որ Վաշինգտոնում ընդունված խաղաղության հռչակագրում կա դրույթ, որը վերաբերում է տարածաշրջանային կապակցվածությունը բացելուն, հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ Այսինքն այս նրբությունը հաշվի առնվում է եւս մեկ դրույթ կա, որի համաձայն Հայաստանը եւ ԱՄՆ երկկողմ կարգով կիրագործեն TRIP ուղի ծրագիրը, Թրամփի ուղի հանուն խաղաղության եւ բարեկեցության ծրագիրը, որը ի կատար կացվի Հայաստանի Հանրապետության տարածքում եւ դա երկկողմ ծրագիր է Հայաստանի ԱՄՆ-ի միջև, սակայն կապը Ադրբեջանի հետ դրա համար կարևորագույն նշանակություն ունի, քանի որ մեզ անհրաժեշտ է արևելքից արևմուտք հասանելիություն ունենալ եւ մենք եւ իրենք եւ Հայաստանին եւ Ադրբեջանին է դա անհրաժեշտ եւ մեզ եւ իրենց, քանի որ այդ պարագայում մենք իրար պետք ենք, որպեսզի ունենանք հասանելիություն հաղորդակցության ուղիների միջոցով եւ այլն։ Եվ մենք ակտիվորեն աշխատում ենք ԱՄՆ-ի հետ
ու շատ հետաքրքիր նրբություն, շատ կարևոր նրբություն կա, տարածաշրջանային փոխկապակցվածությունը մեր պատկերացմամբ նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք եւ Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն կունենան միմյանց տարածքը օգտագործել ներքին երկկողմ եւ միջազգային կապակցվածության համար, ինչը նշանակում է, որ մեր տարածքով նոր ուղի կբացվի միջազգային տարանցման համար եւ հաշվի առնելով, որ հիմա աշխարհում մատակարարման շղթաների ճգնաժամ կա, դա միջազգային առևտրի տեսանկյունից կարող է իրավիճակ փոխել, նաեւ իրավիճակ փոխել մեր տարածաշրջանում։ Merci, Monsieur le Premier ministre. Alors, vous avez parlé de la route Trump, mais avant de parler de la route Trump, j'aimerais qu'on revienne sur la période qui s'ouvre à partir de août, septembre, octobre, jusqu'au mois de juin, 7 juin, date des élections législatives en Arménie. Juste avant ce scrutin, nous allons avoir en Arménie le sommet de la communauté politique européenne. Et pourtant, il y a à peu près 7-8 mois entre maintenant et le scrutin. À quel type de problèmes, de provocations, de tensions vous vous exposez et comment vous comptez les surmonter, ces crises et ces provocations? Look, there are many. Տեսեք, բազմաթիվ փաստարկներ եւ քննարկումներ կան, որ միգուցե բազմաթիվ ուժեր կան, որոնք շահագրգռված չեն այս հաղորդակցության ուղիների բացմամբ եւ այլն, բայց իրականում բոլոր խաղացողները կշահեն այս նախագծից։ Տեսեք, խաղաղության հռչակագրի համաձայն, որը ընդունվեց Վաշինգտոնում, Ադրբեջանի հետ մեր հաղորդակցության ուղիների բացման արդյունքում եւ հույս ունենք, որ այդ շրջանակում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանների բացումը, ինչ կունենանք ի վերջո, կունենանք բաց հաղորդակցության ուղիներ Պարսից ծոցի, Օմանի ծոցի եւ Սև ծովի միջև, կունենանք նոր կապակցվածություն Կասպից ծովի եւ միջերկրական ծովի միջև, կունենանք նոր հնարավորություններ, Հայաստանը կունենա երկաթուղային կապ Իրանի հետ, Հայաստանը կունենա երկաթուղային կապ Ռուսաստանի հետ եւ Կենտրոնական Ասիայի հետ։ Վերջերս գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ադրբեջանը հայտարարեց, որ իրենք հանում են բոլոր սահմանափակումները իրենց տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների նկատմամբ։ Եվ սա շատ կարևոր հայտարարություն է։ Եվ ես դա բարձր եմ գնահատում, քանի որ դա իրոք պատմական նշանակության որոշում է կայացված Ադրբեջանի կողմից եւ մենք դա գնահատում ենք եւ մենք էլ պատրաստ ենք բացել մեր հաղորդակցության ուղիները Ադրբեջանի համար եւ ես վերջերս հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք երթուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան ընթացող բեռնատարների եւ Ադրբեջանից Թուրքիա ընթացող բեռնատարների համար։ Ես հասկացա, որ միգուցե կարող են լինել ուժեր, որոնք շահագրգռված չեն լինի մեր տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմամբ, բայց իրականում այս նախագիծը շահեկան է բոլոր խաղացողների համար եւ ես կփորձեմ բացատրել թե ինչու։ Ինչ վերաբերում է մեր ընտրություններին, դա քաղաքական եւ մեծապես քաղաքական իրադարձություն է, կարևոր քաղաքական իրադարձություն է, որը շատ կարևոր է Հայաստանում խաղաղության գործընթացի համար, բարեկեցության համար, կայունության համար, եւ ես համոզված եմ, որ
մարդիկ Հայաստանի Հանրապետությունում կաջակցեն մեր մինչ այս պահն ունեցած ձեռքբերումներին։ Իհարկե, տարատեսակ մտահոգություններ կան։ Հիմա գիտեք, ամբողջ աշխարհում ինչպիսի խնդիրներ կան կապված ապատեղեկատվության հետ եւ այլն, եւ ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, մենք էլ ենք դա զգում եւ մենք աշխատում ենք դա կառավարելու ուղղությամբ, բայց ընդհանուր առմամբ ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կողմեն աջակցում են խաղաղության օրակարգին, խաղաղության գործընթացին, խաղաղության հաստատմանը եւ իրենք հաստատ կաջակցեն։ Merci, Monsieur le Premier ministre. Ma dernière question, vous avez parlé de la route Trump, on va y revenir justement. Vous avez énoncé les principes, notamment le respect de l'intégrité territoriale et de la souveraineté et de la réciprocité. Tous les observateurs ont les yeux rivés sur cette route Trump pour connaître les détails, le statut, les détails, les modalités. Est-ce qu'on aurait le plaisir, Monsieur le Premier ministre, d'avoir des détails aujourd'hui même, maintenant, sur l'évolution, sur les modalités de cette route Trump? I said already that the main Ես արդեն ասացի, որ Trip ուղի նախագծի մասին նշված է հռչակագրում, որն ընդունվեց Վաշինգտոնում մեր կողմից։ Այնտեղ նաև նշեցի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, փոխադարձությունը եւ վերադառնամ ձեր նախորդ հարցին։ Կան որոշ ուժեր, որոնք փորձում են ներկայացնել իբրև արտատարածքայնություն։ Դրա համար որևէ հիմքեր չկան, քանի որ գիտեք, դա հրապարակված փաստաթուղթ է եւ բոլոր հնարավոր սկզբունքները այնտեղ նշված են։ Les négociations en sont où, Monsieur le Premier ministre? Les négociations entre votre gouvernement et le gouvernement américain. Est-ce qu'on a des Մենք աշխատում ենք իրավական հիմքեր ձևավորել հետագա իրագործման համար։ Իհարկե մենք շահագրգռված ենք դրա հնարավորինս շուտ իրականացմամբ եւ մենք աշխատում ենք։ Ամեն օր ենք աշխատում։ Արդեն իսկ փաստաթղթերի վրա, որպեսզի կոնկրետ բանաձևեր համաձայնեցնենք, կոնկրետ պարբերություններ, կետեր եւ այլն։ Եվ գիտեք, իմ գնահատականը հետեւյալն է, որ որևէ խոչընդոտ չկա առաջ շարժվելու եւ այդ նախագիծն իրականացնելու ճանապարհին եւ որ չեն լինի խոչընդոտներ։ Արդեն մի քանի ամիս առաջ, դեռ մի քանի ամիս առաջ դա շատ բարդ հարց էր։ Հիմա սա զուտ աշխատանքային խնդիր է, որի վրա մենք աշխատում ենք եւ այն հնարավորինս շուտ կլուծվի, քանի որ գիտեք, միշտ կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, կան բազմաթիվ ձևակերպումներ, որոնց վրա մենք աշխատում ենք։ Այսինքն մենք պետք է պատրաստենք պատշաճ դաշտ դա իրականացնելու համար։ Ի նկատի ունեմ այժմ ամեն ինչ առաջ է շարժվում դրական ձևով, որևէ կանխատեսում չկա, որ ինչ-որ բան կանգ կառնի եւ այլն։ Ամեն ինչ կիրականացվի, ես համոզված եմ, որևէ խոչընդոտ չի լինի։ Thank you, Mr. Prime Minister, for this. Շնորհակալություն, վարչապետ։ Այս ելույթի համար ես Վրաստանից եմ, Մարիա, եւ կուզեի ձեզ հարցնել Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին։ Դուք նշեցիք ԱՄՆ-ի տերը խաղաղության պայմանագրի հարցում ԱՄՆ կկարողանա նույն դերը ստանձնել նաեւ այլ իրավիճակներում, օրինակ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների հակամարտության իրավիճակում, ինչ է կարծում ԱՄՆ կկարողանա նաեւ Ռուսաստանին եւ իր ագրեսիան կանգնեցնել։ Ինձ համար գիտեք դժվար է պատասխանել հարցին, որը վերաբերում է ԱՄՆ-ին, Վրաստանին եւ Ռուսաստանին, քանի որ
դա ուղղակիորեն մեզ հետ կապված չէ։ Եվ ես կարծում եմ, ես հույս ունեմ, որ միջազգային գործընկերների աջակցությամբ ձեր նշած իրավիճակը կհանգուցալուծվի։ Շնորհակալություն ներածական խոսքի համար, ընդհանրապես ուզում էի հարցնել, ինչը փոխվեց, որ հնարավոր դարձավ հիմա խաղաղության հասնելը, ինչու հնարավոր չէր խաղաղության հասնել նախկինում։ Գիտեք, շատ հետաքրքիր է եւ շատ կարեւոր հարց է սա։ Ինչու, որովհետեւ կարծում եմ չափազանց վաղ է այդ հարցում եզրակացության հանգելու համար, քանի որ մենք էլ դեռ վերլուծում ենք իրավիճակը, բայց շատ կարևոր մի գործոն կա, որը ես կուզեի նշել։ Որոշ ժամանակ հետո կարծում եմ, եւ ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, քանի որ մենք երբեք այս նրբությունը Ադրբեջանի հետ չենք քննարկել եւ համոզված չեմ, թե արդյոք իրենք կհամաձայնեն այս գնահատականին, որոշ ժամանակ հետո ես կարծում եմ վերլուծելով համաշխարհային իրավիճակը, տարածաշրջանի իրավիճակը, միգուցե մենք եւ Ադրբեջանը հասկացանք, որ կարող են լինել որոշ ընդհանուր շահեր։ Մասնավորապես, մենք միգուցե հասկացանք, որ վերլուծելով պատմությունը մենք կարողանում ենք տեսնել, որ Հարավային Կովկասի երկրների ճակատագրերը փոխկապակցված են, եւ գիտեք, միգուցե հիմա մեզ դա ավելի տեսանելի է։ Տասնամյակների թշնամանքից հետո միգուցե մենք սկսել ենք հասկանալ, որ կարող է ընդհանուր հայտարար լինել ընդհանուր շահերի համար, մասնավորապես մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մեր պետականությունները ամրապնդելու համար, հաշվի առնելով, որ պատմությունը ցույց է տվել, որ մենք շահում ենք։ Իմիջիայլոց 20-րդ դարի սկզբին մենք անկախություն շահեցինք միասին 3 օրերի ընթացքում 1918 թվականին ձեռք բերեցինք անկախություն եւ դրանից հետո մի քանի տարի հետո մեր անկախությունը միաժամանակ կորցրեցինք Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը մի քանի ամսվա ընթացքում 1991 թվականին մենք անկախություն ձեռք բերեցինք միաժամանակ միասին եւ միգուցե որոշ ժամանակ անց մենք հասկացանք, որ միգուցե կարող է լինել ընդհանուր վտանգ մեր անկախությունների համար եւ մենք որոշեցինք կենտրոնանալ մեր պետականությունների վրա զարգանալու մեր պետականությունները, մեր անկախությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու օրակարգի վրա։ Իմ կարծիքով դա շատ կարևոր գործոն է, թեպետ ես համոզված չեմ, որ գնահատականը նույնը կլինի Ադրբեջանի պարագայում, Ադրբեջանի կողմից։ Պարոն վարչապետ, շատ հաճելի է, հարցս հետևելն է։ Պատմական համաձայնության գործարքը կարող է առաջին քայլը լինել երկու երկրների եվրոպական ինտեգրման ուղղությամբ։ Ես չեմ կարող խոսել Ադրբեջանի փոխարեն եւ դա կոռեկտ չի լինի, բայց գիտեք, որ մենք Հայաստանում ընդունել ենք Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մասին եւ դա վառ վկայությունն է մեր նկարտումների, մեր հավակնությունների, բայց գիտեք, ինչ որ կերպ, ինչ որ առումով սա կապված է տարածաշրջանի մեկ այլ երկրի, Վրաստանի եվրոպական հեռանկարների հետ, քանի որ Հայաստանում այս օրենքի ընդունումը ինչու հնարավոր դարձավ, քանի որ մեկ տարի առաջ Վրաստանը ստացավ Եվրոպական միության անդամակցության տեխնացու պետության կարգավիճակ։ Եվ գիտեք,
Ես չեմ կարող ասել, քանի որ դա նաև աշխարհագրության հարց է, բայց Հայաստանի պարագայում Վրաստանի եվրոպական հեռանկարները կարծում եմ շատ կարևոր են։ Ինձ հետաքրքիր է, թե այս համաձայնությունը ինչպես է ազդում Թուրքիայի հետ ձեր հարաբերությունների վրա եւ արդյոք դուք վերականգնելու եք դիվանագիտական կապերը Թուրքիայի հետ։ Շնորհակալություն։ Ինչ խոսք։ Դա շատ ավելի դրական ընթացք է ապահովել Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, գիտեք, որ շատ դրական երկխոսություն ունենք մենք։ Ես կարծում եմ, որ արդեն ասացի, որ ես կարծում եմ, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ եւ մեր Թուրքիայի հետ սահմանի բացումը ընդամենը ժամանակի հարց է։ Քանի որ հիմա որևէ էական խոչընդոտ սահմանի բացման համար, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար չկա։ Եվ ես կարծում եմ, որ դա տեղի կունենա, թե ինչքան արագ դա տեղի կունենա, արդեն այլ հարց է եւ այլ խնդիր, բայց ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որում կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, կունենանք բաց սահմաններ, կունենանք տնտեսական համագործակցություն, քաղաքական համագործակցություն եւ կլինենք նորմալ հարևաններ։ Ես հավատում եմ, որ այդ պահը մոտենում է, գալիս է եւ այդ պահը կգա շուտով, բայց տեստույկ երբ ես չեմ կարող ասել հիմա։ Շատ շնորհակալություն, իմ հարցը հետեւն Հայաստանի սահմանադրության մեջ հղում կա Հայաստանի անկախության հռչակագրին, որում ասված է, որ հայկական ԽՍՀ-ն վերամիավորվելու է Լեռնային Ղարաբաղ շրջանի հետ։ Եվ ես ուզում եմ հարցնել Ադրբեջանի հետ բանակցություններում դա խնդիր չեղավ, նախատեսվում է արդյոք այդ հղումը Հայաստանի սահմանադրության մեջ փոխել։ Շնորհակալություն։ Ադրբեջանը այդ հարցը բարձրացնում է, այդ թեման բարձրացնում է, բայց իրավիճակը հետևյալն է։ 2024 թվականին Հայաստանի սահմանադրական դատարանը որոշեց եւ դա բարձրագույն մակարդակի իրավական որոշումն է, որ որևէ տարածքային պահանջ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում մեր որևէ հարևանի նկատմամբ։ Ավելին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում բազմաթիվ դրույթներ կան այն մասին, որ կողմերը չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել ապագայում։ Ուստի ես ի նկատի ունեմ, որ խաղաղության պայմանագրում, որը նախաստորագրված է արդեն բոլոր հնարավոր թեմաները, առերևույթ թեմաները հասցեագրված են, այսինքն չկա այդպիսի խնդիր, ինչպիսին դուք նշեցիք մեր պարագայում։ Ուստի նույնիսկ եթե կարող են ինչ-որ ենթադրություններ լինել կամ պնդումներ լինել, խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերին անդրադառնում է։ Իմիջայլոց բոլոր այդ թեմաները փակելու եւ լուծելու համար ընդամենը անհրաժեշտ է ստորագրել եւ ավելացնել խաղաղության պայմանագիրը եւ դրանից հետո այն ձեռք կբերի բարձրագույն իրավաբանական ուժ եւ այլ մեկնաբանությունների հնարավորություն չի լինի։ Merci Monsieur le Premier ministre, merci messieurs dames pour cet échange. Bon festival, je vous demanderai d'applaudir Monsieur le Premier ministre. Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։